Աստված սիրում է յուրաքանչյուրիս շատ, անսահման շատ, և բոլորս ենք նրա համար սիրելի, անկախ նրանից, թե ինչպիսին ենք մենք, մեղավոր ենք, թե արդարացած ենք Աստծո կամքով, Աստծո ձեռքերով, Աստծո փրկությունն ընդունել ենք, թե ոչ, այսինքն ինչպիսին ենք մենք, մեղքերի մեջ ենք, թե հեռացել ենք մեղքերից, հեռանում ենք մեղքերից, անկախ ամեն ինչից Աստված սիրում է բոլորիս։ Այդ սերը անսահման է և մարդու համար դա անպատկերացնելի սեր է, որովհետև մենք չենք կարող սիրել այնպես և այնքան ուժգին և այնքան անկեղծ ու նվիրված սիրով, այնքան մեծ սիրով, ինչպես որ Աստված է սիրում։ Եվ մեր Տեր Աստված մեր Հայրն է։ Նա մեզ սիրում է որպես իր զավակներ, մենք նրա զավակներն ենք։ Երբ ճանաչում ենք Տեր Աստծուն, մենք բոլորս ձգտում ենք նրա հետ լինել, բայց պիտի հասկանանք, որ մինչև մեր սիրելը, մինչև մեր ձգտելը, նա էր մեզ սիրում և նա է կամեցել, որ մենք հավիտենական կյանքում ապրենք նրա հետ միասին, երանության, երջանկության և խաղաղության և լույսի մեջ ապրենք իր կողքին։ Նա այդքան շատ է մեզ սիրում և նա եկավ ու մեզ փրկեց և արժանացրեց իր ողորմածությամբ, իր սիրով մեզ արժանացրեց իր կողքին հավիտյան ապրելուն։ Դա Աստծու այն սիրո բացառիկ ու բացարձակ արարքն էր, որը իր նմանը չունի և չի կարող ունենալ, որը նա արեց մարդկության համար իր զավակների։ Երբ մենք ընդունում ենք Տիրոջ տվածը, Տիրոջ փրկությունը, Տիրոջ տված հավիտենական կյանքը, այդ ժամանակ Աստված շարունակում է մեզ իր սիրով, իր սիրո մեջ ուղղել, շտկել, մաքրել և դա մի ճանապարհ է, մի երկար ճանապարհ է, մի բարդ ճանապարհ է, որտեղ մենք Տիրոջ սիրո մեջ գտնվելով անդադար նրա կողմից հղկվում ենք, մաքրվում ենք և ավելի ենք մոտենում նրան։ Հիմա Տիրոջ սիրո մասին եմ խոսում։ Եկեք հասկանանք, որ մինչև այն պահը, որ մեր Տեր Աստվածը, մեր Հայրը, մեր ծնողը, երկնային, մենք նրա զավակներն ենք, եկեք հասկանանք, որ մինչև այն պահը, որ մենք ընդունում ենք մեր Տիրոջ տված հավիտենական կյանքը, պարգևը, սիրո ապացույցը նրա, մի ողջ կյանք յուրաքանչյուրս անցնում է մի ճանապարհ մեղքերի մեջ, սխալների մեջ և Տիրոջ սերն այսպես է դրսևորվում, որ նա համբերատար, շատ համբերատար, դա անսպառ մի համբերություն է, որը բխում է ամենամեծ սիրուց, որովհետև սերը համբերող է և նա համբերատար մեր կողքին քայլում է, մեր հետ քայլում է, մեր հետ է և անդադար փորձում է մեզ բերել դեպի իրեն, անկախ նրանից, թե մեր գործերն ինչքան չար են, ինչքան անարդար են, ինչքան սխալված կամ մոլորված ենք, Աստված համբերատար այդ ողջ ընթացքում մեր կյանքի գալիս է մեր հետ, ամեն կերպ փորձելով մեզ բերել դեպի իրեն, դարձի բերել, փրկել, այսպես ասած, նա չի հոգնում, նա չի դադարում, անկախ մեր գործած մեղքերից, նա չի թողնում և մենք ունենք շատ այդպես վկայություններ, որ շատ քրիստոնյաներ, մանավանդ հիմա սոցիալական հարթակներում, ինտերնետի օգնությամբ շատ վկայություններ ենք տեսնում, թե ինչպես են մարդասպանները կամ այդպիսի շատ մեղքերի տակ ծանրացած մարդիկ գտնում Տեր Հիսուս Քրիստոսին և ազատվում և փրկվում և դառնում Հիսուսի աշակերտները, Հիսուսի զավակները, Հիսուսի ծառաները։ Այսինքն ամենածանր մեղքերի դեպքում անգամ մեր Տերը մեզ չի թողնում և դա նրա սերն է և Հիսուսը և մեր Տեր Աստվածը ամենահավատարիմն է, նրա հավատարմությունը կատարյալ է, ինչպես որ կատարյալ է նա։ Երբ մենք դառնում ենք Աստծուն արդեն, Հիսուսին ենք պատկանում ամբողջովին և քայլում ենք նրա հետևից, այդ ողջ ճանապարհը նույնպես Աստված մեծագույն համբերությամբ և սիրով տանում է մեզ, որովհետև մենք հին կյանքից արդեն շատ վատ հատկանիշներ, հատկություններ, բնավորություն և այլն ձեռք բերած, թերություններով, արատներով լցված, արդեն մեզ հանձնել ենք Տիրոջ ձեռքերին
եւ ապաշխարել ենք եւ մեղքերի թողություն ենք խնդրել ներում եւ Աստված մեզ ներել է, բայց մենք այդ վիճակում արդեն հանձնվել ենք Հիսուսի ձեռքերին, հիվանդ, լրիվ հիվանդ վիճակում Հիսուս Քրիստոսի բժշկող, կենարար, փրկող ձեռքերին ենք մեզ հանձնել եւ այդտեղ սկսվում է մի նոր փուլ, մեծագույնելի, դժվար, որտեղ Տեր Աստված իր համբերությունը եւ սերն է ցույց տալիս մեր հանդեպ։ Եվ այն պահից սկսած, որ ես դարձել եմ Հիսուս Քրիստոսինը, մինչև հիմա, շուտով կլինի 2 տարի, մինչև հիմա Աստված ինձ այնքան է փոխել, այնքան անհաշվելի հրաշքներ է գործել իմ կյանքում, եւ ինձ փոխել է ու իմ միջի թերությունները, արատները մաքրելով, ինձ բժշկելով, ինձ նորոգելով, համբերատար եւ սիրով լցված իմ հանդեպ եկել է, քայլել է ինձ հետ։ Փառք մեր Սուրբ Երրորդությանը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ եմ քեզ իմ Տեր Աստված, իմ հայր, որ սիրեցիր ինձ այնքան, որ քո որդուն ինձ տվեցիր ու իմ համար զոհաբերեցիր։ Շնորհակալ եմ քեզ իմ Տեր Հիսուս Քրիստոս, որ արեցիր դա իմ համար, որովհետև այդքան շատ ես ինձ սիրում։ Ու ես էլ քեզ եմ սիրում անսահման եւ խոնարհվում եմ քո առաջ, քո զորության առաջ, քո սուրբ անվան առաջ, քո բարության, քո սիրո առաջ խոնարհվում եմ։ Դու կատարյալ ես իմ Տեր Աստված, շնորհակալ եմ եւ երանի ինձ ու իմ նմաններին, որ գտել են քեզ եւ ունեն քո պես հայր, որ թագավորների թագավորն է եւ տերերի տերն է եւ մենք քո զավակներն ենք։ Փառք քեզ իմ Տեր Աստված։